Հայկական խոհանոցի հին ու հետաքրքիր բաղադրատոմսերից մեկը Շուշանով կարկանդակներ ենք պատրաստում։ Շատ տնային տնտեսուհիներ Շուշանից պատրաստում են միայն թթու կամ այն պարզապես տապակում են, բայց այս համեղ ու օգտակար բույսը կարելի է օգտագործել նաև բոլորովին այլ ուտեստների մեջ։ Այսօր պատրաստում ենք Շուշանով երկու տեսակի կարկանդակ, մեկը չորթավայի մեջ թխված, կլոր-գաթայի տեսքով, իսկ մյուսը ձեթի մեջ տապակված, խրխրթան ու անչափ ախորժելի։ Եթե սիրում եք հայկական ավանդական խոհանոցը և ցանկանում եք փորձել նոր տարբերվող համեր, այս բաղադրատոմսը հաստատ ձեզ համար է։ Դիտեք մինչև վերջ և փորձեք պատրաստել ձեր սիրելիների համար։ Համեղ նրբահամ կարկանդակներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մոտ 1 կգ շուշան։ Ես այն բազմիցս լվացել եմ հոսող ջրի տակ և ջրքամել եմ։ Օգտագործում եմ միայն տերևների հատվածը։ Խմորի համար վերցնում ենք 2 ձու, ավելացնում ենք 2 բաժակ մածուն։ Բաժակի չափը 250 մլ է։ Նրբահամ կարկանդակներ ստանալու համար կավելացնենք 2 ճաշի գթալ թթվասեր և 3 ճաշի գթալ բուսայուղ։ Ավելացնում ենք մեկական թեյի գթալ սոդա և աղ, մի լավ խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա և զանգվածը փրփրի։ Պարտադիր մաղելով ավելացնում ենք ալյուրը, պետք է ստանանք ձեռքերին կպչող փափուկ խմոր։ Բաղադրատոմսի մեջ կարող է օգտագործվել 800-ից 900 գ ալյուր, դա կախված է հավկիթների մեծությունից, մածունի խտությունից և իհարկե ալյուրի որակից։ Սկզբից բաղադրիչները միացնում ենք գթալով, երբ խառնելը դժվարանում է 1-2 րոպե հունցում ենք, պետք է ստանանք նման փափուկ խմոր։ Եռման ջրի մեջ աղ ենք ավելացնում, խաշում ենք շուշանը 4-ից 5 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Շուշանը ինձ համար վայրի կանաչիների թագուհին է, քանի որ ունի շատ նուրբ համ, իսկ դուք որ կանաչին եք հավանում, շատ հետաքրքիր է։ Մինչ կանաչին կեփի, մի քանի հատ ձու ենք կոտրում, ըստ ճաշակի համեմում ենք աղով և սև պղպեղով և մի լավ հարում ենք։ Բարեկամներ, այս կարկանդակները կարող եք պատրաստել որպես միջուկ վերցնելով ձեր նախընտրած վայրի կանաչին կամ համադրել մի քանիսը։ Որպես միջուկ կարող եք վերցնել իսկոտ, մանդակ, փափուկ, սպանախ և այլն, տարբերակները բազմազան են։ Կարագի վրա մի փոքր բուսայուղ ենք լցնում, ավելացնում ենք մարացրած շուշանը։ Վայրի կանաչիները ես տապակում եմ առանց սոխի և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այսպես պատրաստել, քանի որ այս եղանակով կանաչիների բույրը և համը ավելի արտահայտիչ է լինում։ Ավելացնում ենք հարած հավկիթները, խառնում ենք, սպասում ենք ևս 1-2 րոպե, միջուկը պատրաստ է։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Խմոր բավականաչափ հանգստացել է, միջուկը պատրաստ է, սկսում ենք ձևավորել կարկանդակները։ Ստացված խմորից առանձնացնում ենք 2 մեծ գունդ, իսկ մնացած մասը բաժանում ենք փոքր գնդերի։ Այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել 4 հատ մեծ կլոր կարկանդակ կամ 2 մեծ 15 հատ փոքր կարկանդակ։ Գրտնակում ենք մեծ գունդը և մեջտեղի հատվածում առատ կանաչի ենք դնում։ Ձևավորում ենք կարկանդակը այնպես, ինչպես կպատրաստեինք հայկական ավանդական կլոր գաթան, ոչ մի տարբերություն, պարզապես միջուկն է տարբեր։ Փակելուց հետո շրջում ենք կարը դեպի ներքև և ձեռքով մի փոքր տարածում ենք։ Թխում ենք չոր տապակի մեջ, ցածր կրակի վրա յուրաքանչյուր կողմից 3-ից 4 րոպե։ Չենք մոռանում ծածկել կափարիչով, որպեսզի կարկանդակը հավասարաչափ թխվի։ Վերջում վրան կարագ ենք քսում հագեցած համ և գեղեցիկ փայլ հաղորդելու համար, նույն եղանակով պատրաստում ենք նաև հաջորդ գունդը։ Ձևավորում ենք նաև փոքր կարկանդակները և բոլոր կողմերից տապակում ենք առատ բուսայուղի մեջ, մինչև ստանանք գեղեցիկ խրխրթան կեղև։ Շուշանով կարկանդակների պատրաստման այս երկու եղանակից դուք որն եք հավանում, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Ասել, որ համեղ է ստացվում, տարբերվող է, նշանակում է ոչինչ էլ չասել, անպայման դուք էլ փորձեք, հատկապես որ Շուշանի առատ սեզոնն է։ Ընկերներիմ ալիքում կարող եք գտնել տապակած շուշանի և շուշանի թթվի երկու հրաշալի բաղադրատոմս։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։
Այսօր էլ տարբերվող նման շքեղ բաղադրատոմս հայկական խոհանոցից, անպայման դուք էլ փորձեք, առայժմ